Մենք տեսնում ենք, որ բոլոր այն արատավոր բարքերը, որոնց դեմ սրանք բողոքել են, իբր պայքարել են, հիմա բազմապատիկ են։ Ստացվում է նրանք բողոքում էին ոչ թե բարքերի դեմ, թալանի դեմ, կոռուպցիայի դեմ, այլ թալան անելու, կոռուպցիա անելու հնարավորություն ստանալու համար։ Մեր երկրում ամենաբարձր պաշտոնը, ամենամեծ հնարավորությունները եւ հետեւապես ամենամեծ պատասխանատվությունը կրում է երկրի վարչապետը։ Այդ մարդը, բացի այն, որ իր տված որևէ խոստում չի կատարել, պատճառ է հանդիսացել պատերազմի, հայրենիքի կորստի, 5000 զոհի։ Նիկոլ Փաշինյանը, Ժորժ ջան, բոլորին է տեսանելի, հասկանալի, ընկալելի, որ թերացել է, մեղմ եմ ասում։ Բայց պատասխանատվությունը զգալ ու կրելը չկա։ Իսկ այդ ինչու է, որ սպան կրում է պատասխանատվություն իր թերացման համար, բայց վարչապետը չի կրում։ Ինչու։ Նրան ազատողը չկա, պատժողը չկա, օրենքով կա։ Բայց մեզ մոտ այնպես է ստացվել, որ պատժողները ենթարկվում են նրան։ Աբսուրդ է, բայց այդպես է։ Հակասահմանադրական է, բայց այդպես է։ Ոչ մի համակարգ չի աշխատում։ Եթե աշխատեր, բոլոր իրենց արածի համար կկրեին պատասխանատվություն։